շահը, որովհետև չուզեց արունայություն անել եւ ցուցարարների վրա կրակել, ինքը թողեց երկրից դուրս եկավ, դրա համար ռեժիմը ընկավ։ Իրանք պետք է տես չանեն։ Եվ հիմա չնայած Թրամփի սպառնալիքներին, որ եթե դուք սկսեք մարդկանց սպանել փողոցներում, ես կմիջամտեմ, իրանք արդեն մտնում են, որ ճար չկա, պետք է սկսեն կրակել մարդկանց վրա, այնտեղ հարյուրներով մարդիկ են սպանել, 500-ից ավել, առնվազն 540 լսեցի ես այսօր, բայց դա հաստատ բան է, ճիշտ թիվ չի։ Երկրորդն է, որ շատ դժվար է ճիշտ թիվը իմանալ, որովհետև անջատել են ինտերնետ, անջատել են հեռախոսները, անջատել են նույնիսկ Starlink-ը, որ Իլոն Մասկը տրամադրել էր, դե իհարկե բոլորը չունեն Starlink, բայց դե ով էլ ունի, ուրեմն ռուսներից կարծում են, վստահ չեն, բայց մտածում են, որ ի տեխնոլոգիան ծախեցին, որ կարողանան նույնիսկ Starlink-ի սիգնալը կարողանան, եթե լրիվ չփակեն, ասենք թե գորե դժվարացնեն կամ դանդաղեցնեն սիգնալի հոսքը, ասենց ասենք, հա, եւ չկարողանան communication լինել, Հայաստան չի կարողանում որևէ մեկի հետ խոսալ այնտեղ եւ այլն, բայց գաղափարը ինչ է, որ եթե մենք կարողանանք ինֆորմացիոն ուրեմն մտություն կամ ծածկ ստեղծենք, մենք կարող ենք հանգիստ այնտեղ հազարներով մարդ սպանել, կախել, բանտարկել եւ այլն, ոչ ոք չի իմանա, հետո կմաքրենք, ասենք ժողովուրդը հանդարտվեց, դե վերջացել են ցույցերը ու բաց։ Եվ միջազգային ուրեմն սանկցիաներ, չեմ ասում ամերիկյան կամ իսրայելական հարձակումները չեն լինի կամ չեն ունենա իրավաբանական հիմնավորում, որ դե մենք սպանում ենք մարդկանց, նայել եկավ մարդկանց փրկելու իբրև թե այդ կոպիտ ձևով դերում այդ, բայց այդ է գաղափարը, որ եթե չլինի information, ուրեմն դու կարող ես անել ինչ ուզում ես, այդ որ մուծենյակում ինչ ուզում ես արա, հա, ոսմա չեմ տեսնում։ Հիմա էսա իրանց գաղափարը, բայց ինչքանով դա կաշխատի, դա ուրիշ հարց։ Ես տեխնիկական այդ մոմենտը Starlink-ի կարծում եմ բանը կլուծի, Մասկը կլուծի ինչ-որ ձևով, բայց ինչ-որ կատարվում է շատ վատ։